Մենք հասել ենք մի հանգրվանի, սիրելի հայրենակիցներ, երբ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական և հակասահմանադրական այս պայքարը զարգացման 3 հնարավոր ճանապարհ կարող է ունենալ։ Ճանապարհ առաջին, Նիկոլ Փաշինյանը կարող է և փորձում է հակադրել վեհափառին հրաժարական տալ, ինչի մասին նա հունվարի 8-ի իր ասուլիսում, ինչպես արդեն պատմեցի, հայտարարել է։ Բայց սա Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ խիստ ռիսկային մի ճանապարհ է, սա կարող է իսկապես քաղաքացիական պատերազմի հանգեցնել, և այս ճանապարհը խիստ ռիսկային է նաև Նիկոլ Փաշինյանի համար։ Երկրորդ ճանապարհը, ցավոք սրտի ամենահավանական ճանապարհը դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտման ճանապարհով, այսինքն սա ամենահավանական և ամենավտանգավոր ճանապարհն է, այսինքն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն քահանաների կամ եպիսկոպոսների է վերբով կහանում, կներեք խոսակցական բառի համար, այլ նրանց միջոցով նաև եկեղեցապատկան տարածքներ, եկեղեցիներ կոնկրետ, և նա նպատակ ունի այս պրոցեսը ինչ-որ հանգրվանի հասցնելուց հետո զուգահեռ եկեղեցի կամ այսպես կոչված հակաթոռ հռչակելու այդպիսի մտադրություն ունի, զուգահեռ եկեղեցի ստեղծելու, օրինակ, որը կարող է անվանել Հայաստանի առաքելական եկեղեցի,